Ահ, դիֆերենցիալության սահմանը մտանք, ասենք, որ f ֆունկցիան դիֆերենցիալ է x0 կետում Եթե նրա աճը կարող ենք ներկայացնել հետևյալ տեսքով մեր ֆունկցիայի աճը, հա, որը հիշեցնենք fx0 պլյուս դելտա x անց fx0-ն է, կարող ենք ներկայացնել ինչ-որ անգամ դելտա x գումարած փոքր դելտա x տեսքով, որ դելտա x-ը ձգտում է 0-ի, հա։ Մենք գիտենք, որ այս դեպքում այդ ֆունկցիայի աճի բանաձևից գիտենք, որ այս դեպքում ֆունկցիան վերջավոր ացենցիալն է, այդ վերջավոր ացենցիալն էլ ով է ան, հա։ Ֆունկցիայի աճի բանաձևից Գիտենք, որ այս դեպքում f-ն ունի վերջավոր ացենցիալ և ավելին, հա, f'(x0) հավասարը հակառակն էլ գիտենք, որ եթե ֆունկցիան ունի վերջավոր ացենցիալ, ապա այդ տեսքով կարող ենք ֆունկցիայի աճը ներկայացնել։ Այսինքն ի վերջո դիֆերենցիալությունը դա նույնն է, թե վերջավոր ացենցիալ ունենալը։ Այստեղ նաև ունենում ենք այս համար տեսքը։ Հիմա Ասխանիշի մեջ, Այսինքն մենք ֆունկցիայի աճի բանաձևը, որը մենք ապացուցել ենք որպես սահման ենք, Դե, ոնց էր աճի բանաձևը կարող ենք այդ ներկայացումը, ոչ թե աճի բանաձևն ենք որպես սահմանում ընդունում, այլ այդ ներկայացման հնարավորությունը ընդունում ենք որպես դիֆերենցիալության սահմանում, իսկ այդ ներկայացումը մյուս կողմից գիտենք, որ տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ որ ֆունկցիան ունի վերջավոր ացենցիալ։ Այսինքն ստացվում է, որ ֆունկցիան դիֆերենցիալ է այն եւ միայն այն դեպքում, երբ որ ֆունկցիան ունի վերջավոր ացենցիալ։ Հարցիդ պատասխանը չստացար։ Չեմ հասկանում, ոնց որ ինչն է իմաստը, որ մենք ապեն ոնց որ էսա սահմանն ունես, ապեն չեմ հասկանում, մենք թեորեմ ենք ապացուցել։ Okay. Այսա մի քիչ հետո ոնց որ այդ ավելի շատ իմաստ տալիս կդառնա։ Հա, ոնց որ այս պարագայում ոնց որ ստացվում է, որ մի բան, որ ինչ որ մի անուն ուներ, հա, ֆունկցիայի աճի բանաձև ուներ, ոնց որ հիմա մեկ այլ անուն տանք, տենց տպավորություն ստեղծվի, բայց ոնց որ այդ մեկ այլ անուն չի, ոնց որ դրա շարունակությունը կտեսնենք, էլի։ Ասխանիշի մեջ այս անգամ դելտա x-ին անվանում են ֆունկցիայի աճի, հա, կամ f ֆունկցիայի աճի
գլխավոր մաս ինչ ենք անվանում գլխավոր մաս, նո եթե անվոլ ձրական թիվ լինի, այդ պարագայում այս մեր ֆունկցիայի աճը, որը այս երկու կոմպոնենտների գումարն է, այս երկու կոմպոնենտներից որն է ավելի մեծ։ Անգամ դելտա x-ը, որովհետև երկրորդ կոմպոնենտը եթե բաժանենք դելտա x-ի կձգտի 0-ի, իսկ այս ոնց որ ինչ-որ վերջավոր թվի կձգտի, հա։ Եթե անվոլ ձրական լինի, սա շատ ավելի մեծ է, քան փոքր դելտա x-ը, եթե դելտա x-ը լինի բավականաչափ փոքր, հա։ Այդ պատճառով էլ գլխավոր մաս ենք անվանում։ Ու հիմա արդեն x0-ում դիֆերենցիալի f ֆունկցիայի դիֆերենցիալ ասելով կհասկանանք f-ի աճի գլխավոր մասը, հա։ Եվ կգրենք հետևյալ կերպ, հա, եւ կգրենք այս ֆունկցիայի դիֆերենցիալը x0 կետում, այդ աճի գլխավոր մասն է, այսինքն պետք է գրեի a անգամ դելտա x, նու իհարկե այդ մեր ֆունկցիայի ածանցյալն է դելտա x-ով բազմապատկած, հա, այսինքն այս դիֆերենցիալը ինքը ֆունկցիա է դելտա x-ից, հա, այսինքն կարող ենք այստեղ մի հատ հավելյալ փակագծեր գրել, գրենք այսքան դելտա x-ից հավասար է ինչ-որ մի հատ թիվ անգամ դելտա x, հա։ Նու այս կամայական x0-ի համար սենց կարող են գրել, որտեղ որ ֆունկցիան դիֆերենցիալի է, հա, հետևաբար df(x)-ն էլ կարող են գրել որպես f'(x) դելտա x, հա, մասնավորապես վերցնելով f(x)-ը հավասար է հենց x, կստանանք dx-ը դա x-ի ածանցյալն է, բազմապատկած դելտա x-ով, այսինքն պարզապես մեկ անգամ դելտա x կամ դելտա x։ Հիմա այս բանաձևի մեջ էլ որ դելտա x-ը փոխարինենք dx-ով, ինչ կստանանք, որ df(x)-ը f'(x) dx-ն է, հա, այս իհարկե սա ինձ ելնելով էլ սենց նաև ածանցյալի համար սենց նշանակում էլ կա, հա, f'(x)-ի փոխարեն կարող է գրենք df(x) dx, հա, այս էլ ընդունված է,
Sorry, փոքր բարձր կարգի ատենցիալները նայելուց դրա անալոգներն էլ կնայենք։ Այս էլ մեր ֆունկցիայի դիֆերենցիալն է։ Մի քանի հատիկ օրինակ նայենք։ Ասենք գտնենք sinus x, 2x ֆունկցիաների դիֆերենցիալները ըստեյության ինչ է, d sinus x-ը պարզապես sinus x-ի ատենցիալ dx-ն է, որն էլ տալիս է cosinus x dx-ը։ Կամ այսել e2x ատենցիալ dx նույնն է թե 2x dx, հա, հա, շնորհակալություն։ Իհարկե։ Բարի, մի փոքր դիֆերենցիալի երկրաչափական իմաստից էլ խոսենք։ Հիմա այս բանաձևը կամայական f դիֆերենցիալի ֆունկցիայի համար ենք, չէ՞, ասե։ Հիմա fx-ի տեղը որ x վերցնենք, dx-ը ըստ սահմանման կլինի այդ մեր x-ի ատենցիալը բազում պատկած դելտա x-ով։ Իմաստը, լավ, սենց ասեմ, հիմա մի կողմից կարող ենք պարզապես որպես դիֆերենցիալ, ասենք, զուտ սահմանում ենք դե fx-ը հավասար է f'(x) dx, հա, ու սրանով ամբողջ պատմությունը ավարտվեր։ Մի ուրիշ կողմից, երբ որ դիֆերենցիալին, ոնց որ հիմա մի փոփոխականի դեպքում մի փոքր ավելի էտի դժվար է այդ տարբերությունները տեսնելը, բայց հիմա ինչի մասին էինք խոսում։ Մենք ասում էինք դիֆերենցիալը էտի մի հատ ֆունկցիա է դելտա x-ից, հա, որը ինչ որ թիվ անգամ դելտա x-ա լինում։ Այս գծային ֆունկցիա է։ Ու այս ամեն ինչը կարելի է մի քանի փոփոխականի դեպքում էլ անել ու այնտեղ շատ ավելի լավ կերևա այդ դիֆերենցիալը թե ինչ ֆունկցիա, ինչ օպերատոր է։ Հիմա այս սահմանումը օգտագործելով f ֆունկցիայի դիֆերենցիալը արտահայտել ենք ըստ էության x ֆունկցիայի դիֆերենցիալի միջոցով։ Սեն ասել ենք, որ f-ի դիֆերենցիալը x-ի դիֆերենցիալից ստացվում է պարզապես բազում պատկելով այս մի ֆունկցիան այս մյուս ֆունկցիայից ստացվում է պարզապես այս համապատասխան, եթե x-ը ֆիքսես, հա, այստեղ եթե x0 գրեինք, հա, որ ֆիքսած ֆունկցիա լիներ, հա, դելտա x-ից կախված սա ֆունկցիա է, սա էլ դելտա x-ից կախված ֆունկցիա է։ Հիմա այս երկու դելտա x-ից կախված ֆունկցիաները միմյանցից տարբերվում են այս հաստատունով։ Այս հաստատունը արտադրիչով։ Okay. Ասեք։ Լավ, հիմա ասենք սա մեր ֆունկցիան է, այս x0-ն է, այս x0 պլյուս դելտա x-ն է, ստեղ մեր ֆունկցիայի արժեքներն են x0-ում և x0 պլյուս դելտա x կետերում, հա, այս քանը կազմում է մեր ինչը, մեր ֆունկցիայի աճն է, հա, դելտա f-ն է սա, լավ, հիմա եթե տանենք այս կետում մեր ֆունկցիայի շոշափողը, իսկ այդ շոշափողը գոյություն ունի ի հաշիվ նրա, որ
մեր ֆունկցիան ունի վերջավոր ացենցիալ։ Այդ պարագայում այդ շոշափողի հավասարումը որն էր։ Եկեք հիշեցնենք։ Երեք շոշափողն է, հա։ Շոշափողի հավասարումը այդ ինչն էր։ f'(x0) անգամ x մինուս x0 գումարած f(x0)։ Հիմա շոշափողի արժեքը x0 պլյուս դելտա x կետում։ Ինչ է լինելու։ f'(x0) անգամ այս տարբերությունը պարզապես կդառնա դելտա x գումարած f(x0)։ Այսինքն հետևաբար շոշափողի աճը այսինքն y շոշափող x0 պլյուս դելտա x-ից հանեմ y շոշափող x0-ն ինչ է լինելու f'(x0 դելտա x գումարած f(x0)-ից պետք է հանենք f(x0-ն տարբերությունը դառնում է f'(x0) անգամ դելտա x մեր շոշափողը x0 կետում ընդունում է f(x0) արժեքը հենց սահմանումով էր, հա, այդպես որ ինքը պետք է անցնի x0 f(x0) կետով։ Իր գրաֆիկը։ Էսի էլ հենց մեր ֆունկցիայի աճի գլխավոր մասն էր, այսինքն ինչն էր, մեր դիֆերենցիալն էր։ Հա։ Այստեղ ուզում ենք ոնց դելտա x-ն էլ շեշտենք։ Այսինքն ինչ է ստացվում, որ այս մեր շոշափողի աճը, այսինքն այսքանը, որը y շոշափող x0 պլյուս դելտա x հանած y շոշափող x0-ներ, հավասարվում է այդ մեր ֆունկցիայի կամ f'(x0 դելտա x, որն էլ հենց մեր դիֆերենցիալն է։ Այսինքն ինչ ենք տեսնում, որ այս մեր ֆունկցիայի աճը, դե այս մնացածն էլ ինչն է լինելու, այն O փոքրն է, չէ՞ լինելու։ Այսինքն հիմա երբ որ դելտա x-ը մոտեցնենք 0-ին, այս մեր ֆունկցիայի աճի այն կարևոր կտորը հենց այդ դիֆերենցիալն է լինելու, այսինքն այս հարաբերակցությունը համարյա ձգտելու է 1-ի։ Արի, այսինքն ինչ ենք ունենալու, որ մեր ֆունկցիայի աճը կարողանում ենք ներկայացնել շատ ավելի պարզ ֆունկցիայի, հա, այդ շոշափողի աճով, համարյա թե նույն բանն է լինում, էլի։ Դելտա f-ի այդ գլխավոր մասը լինում է մեր ֆունկցիայի դիֆերենցիալը, ու այդ ըստ էության դիֆերենցիալը մի քանի փոփոխական դեպքում էլ եւս էլի դուք ինչ որ ավելի բարդ ֆունկցիան փորձելու եք ներկա մոտարկեք, հա, շատ ավելի պարզ ֆունկցիայով։ Գծային ֆունկցիայով, հա, ինչպեսին սա է, որ պարզապես այդ դելտա x-ը ինչ որ թվով է բազմապատկված լինում։ Չէ, O փոքր դելտա x բաժանած դելտա x-ը կձգտի 0-ի, իսկ այդ f'(x0 դելտա x-ը կամ ավելի ճիշտ sense, հա, այդ f(x0 պլյուս դելտա x հանած f(x0-ն ինչ էր։ f'(x0 դելտա x գումարած O փոքր դելտա x էր։ Հիմա եթե երկու կողմն էլ բաժանենք սրա վրա, ինչ կունենանք
fx0 plus delta x հանած fx0 բաժանած իհարկե այն պարագայում երբ որ f'(x0-ն 0 չի հա կստանանք պարզապես 1 գումարած 1-ը բաժանած f'(x0 անգամ o փոքր delta x բաժանած delta x իսկ o փոքր delta x-ը մի ֆունկցիա է որը delta x-ի վրա բաժանելուց հետո կձգտի 0-ի այսինքն այսքանը կձգտի 0-ի իրենց հարաբերությունը այսինքն ֆունկցիայի աճը ու այդ շոշափողի աճի հարաբերությունը ձգտում է 1-ի այսինքն շոշափողի աճը համարյա թե ներկայացնում է մեր ֆունկցիայի աճը իսկ շոշափողի աճը հենց մեր ֆունկցիայի ինչն է դիֆերենցիալն է Բարի հիմա եթե ինչ-որ հարցեր կան ոնց որ խնդրեմ Բարի դե հիմա մի քանի հատ էլի պարզ դիֆերենցման կանոնները ստանանք Տեղի ունեն հետևյալ դիֆերենցման կանոնները, ահա ասենք U plus V-ի դիֆերենցիալը կլինի կամ U plus minus V-ի դիֆերենցիալը U-ի դիֆերենցիալ գումարած հանած V-ի դիֆերենցիալ կամ եթե հաստատունով ենք պատկում ֆունկցիան դրա դիֆերենցիալը կլինի այդ հաստատուն անգամ U-ի դիֆերենցիալը, հա, որտեղ իհարկե ցեն շուտ իրական թիվ է Երորդը ու անգամ V-ի դիֆերենցիալը կլինի V անգամ U-ի դիֆերենցիալ գումարած U անգամ V-ի դիֆերենցիալ Չորրորդն էլ որ այս հարաբերության դիֆերենցիալը կլինի V անգամ U-ի դիֆերենցիալ հանած U անգամ V-ի դիֆերենցիալ ու այս բաժանածա V քառակուսու է ոնց որ շատ հեշտ կարող ենք ստանանք նույն ածենցիալի համար ունեցած մեր բանաձևերից Հիմա ասենք առաջինը ասենք U plus minus V-ի դիֆերենցիալը այդ ինչ պիտի գրեինք ըստ այս մեր ստացած բանաձևի դա U plus minus V-ի ածենցիալ dx-ն է ածենցիալի համար գիտենք որ տեղի ունի սա շտրիխ plus minus V շտրիխ dx Ես էլ որ առանձին գրենք Սրանցից այս առաջինը կներկայացնի U-ի դիֆերենցիալը երկրորդն էլ V-ի դիֆերենցիալը կամ երկրորդն ենք եթե ուզում ապացուցենք Դա անգամ U-ի դիֆերենցիալը Դա անգամ U-ի ածենցիալ dx-ն է որը C անգամ U շտիխ ու արդեն կարող են գրել U շտրիխ dx-ը որպես U-ի դիֆերենցիալ, հա երրորդը U անգամ V-ի դիֆերենցիալը U անգամ V-ի ածենցիալն է
dx-ով բազում պատկած, հա։ Ու ստել կունենանք u'(v) գումարած v'-ու Ոչներ էլի բացելուց հետո ու ոնց որ համապատասխան ձևով գրելուց, հա, վե անգամ ստեղ u'(dx) գրենք, ստել ու անգամ v'(dx) գրենք, հիմա եթե սա փոխարինենք du-ով, սա էլ dv-ով, արդեն կունենանք համապատասխան բանաձևը։ Ու վերջապես հարաբերության համար, հա, էլի պիտի գրենք հարաբերության արտընթյալ dx, հարաբերության համար գիտենք, որ արտընթյալը հավասար է մեր մոտ u'(v) հանած v'(u) բաժանած v քառակուսի dx ու հիմա էլի այսրանցից յուրաքանչյուրը որ dx-ով բազում պատկենք, dx-ի կողքն էլ գրենք այն արտընթյալով կտորը, հա, այսինքն v անգամ u'(x) dx հանած ու անգամ v'(x) dx բաժանած v քառակուսի ստանանք, որ v du հանած u dv բաժանած v քառակուսի։ Իրականում ոնց որ ավելի շատ դիֆերենցիալի հետ գործ ունենալուց հենց այս բանաձևն ենք օգտագործելու ոնց որ երկրաչափական մեկնաբանությունում մնացած այդքան շատ մեծ պետք չի գալու, ավելի շատ հենց սա պետք գալու ինտեգրալներ հաշվելուց եւս էլ այս բանաձևի վրա ենք հենվելու, բայց ինչ որ պահերին կարող է նաեւ այն մնացածն էլ կարևոր լինի։ Բարձր կարգի արտընթյալներ դիցուկ f'(x)-ը f'(x)-ը որոշված է x0-ի ինչ-որ շրջակայքում այսինքն մեր ֆունկցիայի արտընթյալը գոյություն ունի x0-ի ինչ-որ շրջակայքում։ Հիմա սա որպես նոր ֆունկցիա կարող ենք նայել, հա, ասենք մի պահ gx դնենք, հիմա gx ֆունկցիան եւս էլի x-ից կախված ֆունկցիա է, էլի կարող ենք դիտարկել իր ոնց որ արտընթյալի լինելու, չլինելու հարցերը, հա։ Եթե f'(x) ֆունկցիան ունի արտընթյալ x0-ում, ապա կասենք, որ f-ն ունի երկրորդ կարգի արտընթյալ x0-ում եւ կգրենք որ f2'x0-ում, հա, մեր երկրորդ կարգի արտընթյալ ասելով հասկանալու ենք, հա, այստեղ նշանակում ենք մտցնում մեր այս j-ի, հա, այսին f'-ի, f' ֆունկցիայի
Ատենցիալը x0-ում։ Հա։ Իհարկե, այս process-ը կարող ենք ոնց որ հիմա արդեն օգտագործելով երկրորդ կարգի ատենցիալը կարող ենք սահմանել երրորդ կարգի ատենցիալը, հա, ու ինդուկտիվ եղանակով, հա։ Եղանակով կարող ենք սահմանել բարձր կարգի ատենցիալներ, հա։ Դիցոք սահմանված են ֆունկցիայի կամ լավ սահմանված է, հա, սահմանված է ֆունկցիայի n-1-րդ կարգի ատենցիալը որը կնշանակենք n-1 կասենք, որ f ֆունկցիան n անգամ f ֆունկցիան ունի n-րդ ատենցիալ, հա։ N-րդ ատենցիալ x0-ում եթե որ ֆունկցիան ունի ատենցիալ f-1 նախորդը, հա, երկրորդը սահմանում ենք դրա նախորդի, հա, f'-ի ատենցիալի միջոցով։ Հիմա n-րդն էլ n-1-րդի ատենցիալը, եթե հա, եթե f(n-1)x f-ի n-1-րդ ատենցիալը ունի ատենցիալ x0-ում և սահմանենք f-ի n-րդ կարգի ատենցիալը x0-ում որպես n-1-րդ կարգի ատենցիալի ատենցիալ x0-ում։ Շատ լավ, ֆունկցիայի n-րդ կարգի ատենցիալը նշանակեցինք այսպես, հա, նաև ֆունկցիայի f ֆունկցիայի, հա, n-րդ կարգի ատենցիալը նաև նշանակում են այսպես, հա, dn f հա ասենք երկրորդ կարգի ատենցիալն էլ d քառակուսիով dx քառակուսիով կամ եթե ինչ-որ x0 կետում է, այդ x0 կետն էլ կնշվի։ Նա եկեք
որոշ ֆունկցիաների բարձր կարգի արտոնցիալները ստանանք ասենք fx-ը եթե մեր մոտ x-ի ալֆան է, դեպքում f'(x)-ը, ինչպես գիտենք, ալֆա անգամ x-ի ալֆա մինուս 1-ն է, հիմա եթե երկրորդ կարգի արտոնցիալը հաշվենք, այս ալֆան հաստատուն է, կարող ենք գրել, իսկ x-ի ալֆա մինուս 1-ը արտոնցիալը այո կլինի ալֆա մինուս 1, x-ի ալֆա մինուս 2, Եթե երրորդ կարգի արտոնցիալը հաշվենք, այդտեղ ալֆա, ալֆա մինուս 1 արդեն կբազմապատկվի x-ի ալֆա մինուս 3։ Հիմա եթե m երրորդ կարգի արտոնցիալը նայենք, նախ x-ի աստիճանը եկեք հասկանանք որն է։ Ամեն անգամ արտոնցելուց x-ի աստիճանը իջնում է ինչքանով։ 1-ով։ Մի անգամ ածանցում ես, 1-ով է իջնում։ Հիմա եթե m անգամ եք ածանցում, m-ով է իջնելու, այո, ալֆա մինուս m-ը լինելու։ Ստեղ էլ գրելու ենք ալֆա, ալֆա մինուս 1, միջև վերջին արտադրիչը որն է լինելու։ m մինուս 1։ Մի քիչ էլ +1։ +1։ Տեսնում եք, որ այս արտադրիչը ցուցիչից 1-ով մեծ է, չէ՞։ Դրա համար ստեղ ալֆա մինուս m պլյուս 1։ Իհարկե կամ էլ կարող եք հասկանալ, որ ալֆայից հանած m մինուս 1։ Արի։ Ու իհարկե էսի ինդուկցիայով կարող ենք ապացուցել, ստեղ պարզապես օրինաչափությունը նկատեցինք ստացանք, այս ֆունկցիայի m-րդ կարգի արտոնցիալը, որոշ դեպքերում տենց ինդուկցիայով կապացուցենք, ստացված բանաձևերը, որոշ դեպքերում էլ պարզապես օրինաչափությունը կնկատենք, ասենք չգիտեմ, եթե fx-ը, նո, ասենք այստեղ կարող ենք սենց ապահովենք այսպիսով, հա x-ի ալֆայի m-երորդ կարգի արտոնցիալը, այդ ալֆա, ալֆա մինուս 1, ալֆա մինուս m պլյուս 1, անգամ x-ի ալֆա մինուս m-ը։ Երկրորդը, եթե մեր ֆունկցիան ասենք i(x)-ն է, իր արտոնցիալը ի՞նչն է։ i(x) լնը a-ն է, ահա։ Ինչ տեղի ունեցավ, արտոնցելուց ընդհանրապես այդ մեր ֆունկցիան բազմապատկվեց ինչ-որ հաստատումով։ Հիմա եթե երկու անգամ արտոնցենք, այդ լոգարիթմ քառակուսի կլինի, հա, մի հատ էլ լոգարիթմի արտադրիչ կավելանա, հաստատուն արտադրիչ։ Հա, այսինքն մեր i(x)-ի m-երորդ կարգի արտոնցիալը, նույնն է թե f-ի m-երորդ կարգի արտոնցիալը, ուսում կլինի i(x) լոգարիթմ i m աստիճան։ Այս հաստատուն է լոգարիթման, ոնց որ ածանցենք i(x) լոգարիթման, կարող ենք այս լոգարիթման դրսում գրենք, բազմապատկենք i(x)-ի ածանցյալով։ Սենց կլինի, հա, այս սրա ածանցյալը i(x) լոգարիթմ i ածանցյալը, կարող եմ գրել լոգարիթմա անգամ i(x)-ի ածանցյալ, որն է լոգարիթմա անգամ i(x) լոգարիթման է, ապա կարող ենք լոգարիթմները խմբավորել, հա։ Այս էլ։ Լավ, հիմա եկեք լոգարիթմ x ֆունկցիան դիտարկենք։ Լոգարիթմ x-ի ածանցյալը, ինչպես գիտենք, 1x երորդն է։ Հիմա
որպեսզի սրա ածանցյալները ստանանք, որ կարող ենք իհարկե ոնց հարմար կլինի սրա ածանցյալները հաշվի։ Այո, x-ի -1 աշճանով գրել է։ Կանոնակը հիշեցնես։ Անժե։ x-ի -1 աշճան, հա։ Ստե հիմա f2'x-ը այս դեպքում կլինի -1 անգամ x-ի -2։ Երրորդ կարգի ածանցյալը կլինի -1 անգամ -2 անգամ x-ի -3։ Ու հիմա եթե դիտարկենք մեր f-ի m-երորդ կարգի ածանցյալը, ինչ է լինելու։ -1, -2, x-ի նախ աստիճանը եկեք հասկանանք ինչ կլինի, -m կլինի, որտեղ երրորդ ածանցյալը -3 է ու ամեն անգամ ածանցելուց աշճանը 1-ով պակասում է, ու այդտեղ -m կլինի, -m+1 կամ -m-1, հա գրեմ։ Իհարկե այստեղ կարող ենք մինուսները խմբավորել, քանի հատ մինուս ենք ունենալու։ m-1, հա, որտեղ 1-ից մինչև m-1 է գնում, հա։ Անգամ 1, 2, m-1, անգամ x-ի -m, իհարկե էդ էլ կարող են գրել որպես -1-ի m-1 անգամ m-1-ի ֆակտորիալ բաժանած x-ի m-ի վրա։ Այսպիսով մեր լոգարիթմ x-ի m-երորդ կարգի ածանցյալը -1-ի m-1 անգամ m-1-ի ֆակտորիալ բաժանած x-ի m-ն է լինելու։ Իհարկե այս բանաձևի ստացման ընթացքում, հա, այստեղ մենք օրինաչափությունը նկատեցինք, բայց կարող ենք պարզապես ասել, որ հա, ինդուկցիայով կարող ենք ապացուցել, իսկ ոնց որ մեր նախորդ արածներից կարող ենք օգտվենք ու հասկանանք, առաջինից որ օգտվենք, հա, կարող ենք հասկանալ, որ լոգարիթմ x-ի m-երորդ կարգի ածանցյալը նույն որ երրորդ կարգի ածանցյալն է։ x-ի մինուս ավելի կոնկրետ ոչ թե x-ի -1-ի m-1-րդ ածանցյալն է ու ոնց որ այս բանաձևը արդեն կիրառենք ալֆան -1 ու m-ի փոխարեն m-1-ով, հա։ Բարի։ Եթե f(x)-ը sinus x-ն է, իր ածանցյալը cosinus x-ն է, բայց ոնց որ այս տեսքով պահել ու հաջորդի ածանցյալները նայելը այդքան ոնց որ շատ հարմար բանաձև չի տա, իհարկե էլի կարող ենք ստանալ դեպքերից կախված n-ը 4-ի վրա ինչ մնացորդ է տալի, բայց կարող ենք նաև հենց սկզբնական մեր ֆունկցիայի միջոցով արտահայտենք։ Ինչպես։ Հա, sinus x + p-ս որ գրենք։ Այս այնքանով է հարմար, որ տեսնում ենք, որ մեր սկզբնական ֆունկցիայի արգումենտը, հա, p-ով փոխվեց, ու հիմա եթե երկրորդ ածանցյալը հաշվենք, որը sinus x + p-ի ածանցյալն է, դի գրենք մի հատ
Չէ, ոնց էր մեր մոտ սինուսը առաջին երկու քառորդներում դրականներ, մյուսներում բացասականներ, հա, այսինքն եթե x-ը առաջին քառորդում լինի, x + b կեսը կլինի երկրորդ քառորդում, թե սինուսը երկրորդ քառորդում, թե կոսինուսը առաջին քառորդում դրական են։ Հա? Թե զուտ ուզում եմ համոզվենք, որ այս բանաձևը նշանը ճիշտ է։ Այսինքն x-ը եթե առաջին քառորդից ես վերցնում կոսինուսը դրական է, իսկ այդ պարագայում x + b կեսը երկրորդ քառորդից է, որի սինուսը եւս դրական է, այսինքն նշանը ճիշտ է։ Հա? Հիմա ստեղել սինուս x + b կեսի ածենցիալը որպես ֆունկցիաների համադրույթ, հա, սինուսի ածենցիալը արդեն հասկացել ենք, որ լավ կոսինուս x գրենք, հետո փոխենք կոսինուս x + b կես գրենք, մի հատ էլ պետք է բազմապատկենք x + b կեսի ածենցիալով, իհարկե այս կոսինուսն էլ կարող ենք էլի փոխարինել այս սինուսով, պարզապես արգումենտում գումարելով b կես, ոնց հատուկ առանձնացված այդ b կեսը գումարենք, որ երևա, այսինքն սինուս x + 2 հատ b կես, հա, ու ցույց տանք, որ ինչպես հա, բայց այս պարագայում ոչ թե մենք ուզում ենք երկրորդ ածանցիալի համար հարմար ներկայացում ստանանք, իհարկե մինուս սինուս x-ը երկրորդ ածանցիալի համար ամենահարմար ներկայացումն է, եթե մեր նպատակը հենց երկրորդ ածանցիալը ներկայացնելն է, բայց եթե ուզում ենք բարձր կարգի ածանցիալը ստանանք, այդ դեպքում պետք է այնպեսի մի ձևով գրենք, որտեղից կարողանանք գլխի ընկնենք, թե m-րդ ածանցիալը որը կլինի, իսկ այս ներկայացման դեպքում շատ պարզ է գլխի ընկնել, թե m-րդ ածանցիալը որն է։ Հա։ Սինուս x + m անգամ, m կես, հա։ Լավ։ Ինչպես ենք ցույց տալիս, հա։ Ինդուկցիա, հա։ Մենք կարելի է նշել, որ սինուս x-ի, կոսինուս x-ի ածանցիալները 4 պարբերական են։ Հա, տենց է։ Մեկ էլ ինչ ասացիր սկզբում։ Հա, օքեյ։ Ասեմ որ 4 Հա, այդպես է։ Դրանց ցանկացությունը կայացել a sin x + b cos x։ That's cool։ Չէ, տենց Այդ լայնով պարբերական։ ասում ես բոլոր 4 պարբերական։ Ֆունկցիա կայացել a sin x + b cos x տեսքով 4 պարբերական։ Հա։ Ածանցիալ։ Պարզապես a sin x + b cos x-ը այո 4 պարբերական է։ Լավ, բայց ոնց որ մեր նպատակը հիմա քանի որ ոչ թե ածանցիալների պարբերականությունը որոշելն է, այլ տարբեր ֆունկցիաների m-րդ կարգի ածանցիալները հաշվելն է, դրա համար ոնց որ դրա վրա չկենտրոնանանք ու փորձենք այս բանաձևը ապացուցել, հա, երբ որ m-ը հավասար է 1 ֆունկցիայի առաջին ածանցիալը գիտենք, որ կոսինուս x-ն է, որը սինուս x + b կեսն է, հա, այստեղ կրկնվում եմ, բայց զուտ լրիվության համար, հա, այս ինդուկցիայի գրում ենք, հա, ենթադրենք բանաձևը տեղի ունի, հա։ M-ի համար, այսինքն f-ի m-րդ ածանցիալը ենթադրում ենք, որ իրոք սինուս x + bm կեսն է, հիմա ցույց տանք, որ բանաձևը տեղի ունի երբ m + 1-ի համար, հա։ Այս մեր ինդուկցիոն ենթադրությունն էր, ճիշտ է։ Ասեք։ Եթե ուզում ենք ցույց տանք, որ m-ի համար գոյություն չպիտի, ինդուկցիոն ենթադրությունում m - 1-ի համար ստուգենք։ Ոնց որ
հեչ կարևոր չի, դու m-1-ի համար ես ենթադրում, հետո m-ի համար ստանում, թե m-ի համար ես ենթադրում, m+1-ի համար ստանում։ Կարևորը, որ դու ինչ-որ մեկի համար ենթադրում ես ու դրա հաջորդի համար ստանում ես։ Հա? Դա ոնց որ կարևոր մաս է։ Իհարկե, այս դեպքում m-ը մեր մոտ սկսում է 1-ից, հա? Քո ասած դեպքում, չգիտեմ, կամ ստեղ m-ը 0-ից էլ ֆորմալ կարանք սկսել, հա, 0-րդ կարգի ածանցիալ ասելով հասկանանք, որ հենց ֆունկցիան է, ոնց որ զուտ m-երի փոփոխման տիրույթն է փոխվելու։ Այժմ ցույց տանք, որ f-ի m+1-րդ կարգի ածանցիալը հավասար է սինուս x plus p անգամ ինչպես ենք սա ցույց տալի f-ի m+1-րդ կարգի ածանցիալը ըստ սահմանման դա ինչն է m-րդ կարգի ածանցիալն է նատել ածանցած m-րդ կարգի ածանցիալը արդեն ինդուկցիոն ենթադրության համաձայն ունենք, հա, իր տեսքը սինուս x plus pm կեսն է։ Հիմա որ սա էլ ածանցենք, ստանանք կոսինուս x plus pm կես անգամ մի հատ էլ x plus pm կեսի ածանցիալ։ Այս կոսինուսը, եթե փոխարինում ենք սինուսով, ապա արգումենտում պետք է գումարենք պիկես։ Իսկ այն մյուս ածանցիալն էլ պարզապես մեկ է, հիմա էլ որ խմբավորենք այդ պիկեսերի պատիկները, ունենանք սինուս x գումարած պիկես անգամ m+1։ Այն բանաձևը, որ ցանկանում էինք ստանանք, ստացանք։ Շատ լավ։ Դե համանման ձևով կոսինուսի համար, այլ ապացույց չենք ներկայացնի, զուտ եկեք գլխի ընկնենք կոսինուսի համար բանաձևը որն է, հա։ Եթե f(x)-ը լինի կոսինուս x, իր ածանցիալը մինուս սինուս x-ն է, մինուս սինուս x-ը այդ ինչն է։ Կոսինուս x plus p կեսն է, որտեվ կոսինուսը արդեն երկրորդ քառորդում ինչպիսին է։ Բացասական է, x-ը եթե առաջին քառորդից լինի, եւ սա, եւ աջ մասը բացասական կլինեն, այսինքն իրոք ստեղ նշանի խնդիր չունենք։ Եվ հիմա երկրորդ ածանցիալը որ հաշվենք, կստացվեր ոնց որ էլի մինուս սինուս x plus p կես, հա, անգամ x plus p կեսի ածանցիալ, ու կստացվեր կոսինուս x plus p կես անգամ 2, հա, ու այսպես արդեն մեր ֆունկցիայի m-րդ կարգի ածանցիալը պարզապես լինելու է հարցեր Այստեղ ոնց որ կարող ենք հեշտությամբ կարելի է համոզվել, հա, որ ասենք u plus minus v-ի m-րդ կարգի ածանցիալը այդ ինչն է։
ու-ի m-յորդ կարգացանցյալ պլյուս մինուս v-ի m-յորդ կարգացանցյալ, հա, կամ եթե ինչ-որ հաստատում անգամ ու-ի m-յորդ կարգացանցյալ ունենք դիտարկում, կլինի սա անգամ ու-ի m-յորդ կարգացանցյալ, հա, որտեղ Այդքան ոնց որ ակնհայտ չի արտադրյալի m-յորդ կարգի ացենցիալը հասկանալը որն է, հա, Եթե ոնց որ հիմա գլխի ընկանք, շատ լավ է, այրնիցի բանաձևը, արտադրյալի բարձր կարգի ացենցիալի վերաբերյալ, հա, Հիմա ու անգամ եկեք ոնց որ մի փոքր դիտարկումներ անենք, հետո արդեն բանաձևը կգրենք ու կապացուցենք։ Ու անգամ v-ի ացենցիալը մեր մոտ ինչ է։ U-ի ացենցիալը անգամ v գումարած ու անգամ v-ի ացենցիալը, եկեք այս տեսքով գրեմ։ Հիմա եթե երկրորդ ացենցիալը դիտարկենք, դա հանդիսանալու է նախորդիվ գրածի ացենցիալը, չէ՞։ Ու հիմա ացենցիալների գումարը պետք է գրենք։ Առաջինի ացենցիալը ինչ է լինելու։ U2 շտրիխ v գումարած U' անգամ այս երկրորդ արտադրիչի ացենցիալը, հա, ասեն v շտրիխ։ Եթե ուզում եք, ասես փակագծեր դնեմ, որ հասկացվի, որ դա առաջին գումարելու ացենցիալն են գրել, մի հատ էլ երկրորդ գումարելու ացենցիալը։ Հիմա այստեղ U' v' ու ոնց որ առաջինի ացենցիալը անգամ երկրորդ գումարած ու անգամ երկրորդի ացենցիալ։ V2 շտրիխ է լինելու։ Իհարկե այստեղ կարող ենք նման անդամների խմբավորում կատարել, հա, ու 2 շտրիխ v գումարած 2 շտրիխ v շտրիխ գումարած ու v2 շտրիխ։ Այս ոնց որ էս a plus b-ի քառակուսու բանաձևի նման է, հա։ Ու հիմա եթե ասենք մի հատ էլ երրորդը կարիք կա գրելու չենք գնում։ Հա։ Հա։ Ցույց տանք, որ ու անգամ v-ի m-յորդ կարգի ացենցիալը, հիմա ասեք այդ դեպքում գրեմ, թե Այն հավասար է 0։ M-ից կայական M-ից կայական կամ հավասար է 0 ու մինչև Okay. Այս M-ից կայական է արդեն։ Okay. Այս նշանակումը այս ձևով ենք օգտագործել։ Հա? Նույն բանն է։ Ոնց որ ընդունված նշանակումներից ևս մեկն է։ Now, M-ից կայական անգամ
ու-ի m մինուս k երրորդ հացանցյալ, դրա համար փակագծ ենք դնում ու v-ի k ու կանել պետք է ասենք թե փոփոխվում է որտեղ 0-ից մինչև m, հա? Անվանում են, որին անվանում են, հա, Լայբնիցի բանաձև։ Այստեղ Լայբնիցը դու Նյուտոնի լայնն է արտագրել։ Տենց արտագրելով մինչև այսօր էր հասել ենք։ Իրականում տարբեր երևույթների միջև այդ անալոգիաները տենալը շատ կարևոր գործ է ու կարող է այսօր էլ պատահի այնպես, որ տեսնեն, թե մի բնագավառում արված ոնց որ այսպես ասած հայտնագործությունները այլ բնագավառում դա արդեն կային ու կարելի էր պարզապես sense տրանսֆեր անել, հա, մեկից մյուսը։ Ու այդ ամեն ինչը հասկանալը լավ մեծ գործ է մի կողմից, մյուս կողմից կարող են իրարից անկախ այդ տարբեր պնդումներ ապացուցվել, որոնք ինչ որ իմաստով նույն իրար նմանակ են, հա։ Ոնց որ բնականաբար այդ մեծությունները արտագրելով զբաղված չէին։ Հա, բնականաբար այս ինդուկցիայով ենք ապացուցելու, ինդուկցիան տանելու ենք ըստ ինչի։ Ըստ m-ի, հա։ Այն կապացուցենք ինդուկցիայով։ Ինդուկցիայով, հա։ M-ը հավասար է մեկ դեպքում հավասարությունը ստուգել ենք։ Ուզում եք ստեղ աստղանիշ գրենք, ասել եք աստղանիշը, հա։ Ենթադրենք այն տեղի ունի m-ի համար եւ ասեն հենց սա, հա, էլ հիմա նույն բանը չարտագրենք եւ ցույց տանք, որ բանաձևը ճշմարիտ է m plus 1-ի համար։ Այսինքն ինչ ենք ուզում ցույց տանք, որ ու անգամ v-ի m plus 1-րդ կարգի հացանցյալը դա ինչն է։ Գումար m plus 1-ից կարական, այստեղ կան 0-ից մինչև m plus 1, հա, այս մի բան է, որ դեռ ուզում ենք ապացուցենք։ m plus 1 մինուս k-րդ կարգի հացանցյալը բազմապատկած է v-ի k-րդ կարգի հացանցյալով։ Շատ լավ։ Իհարկե մեր համար կարող է լինելու այս ինդուկցիոն ենթադրությունը օգտագործելը, հիմա ինչ ենք ասելու։ Համաձայն ինդուկցիոն ենթադրության ու անգամ v-ի այդ m plus 1-րդ կարգի հացանցյալը նախ գրելու ենք որպես ու v-ի
m-րդ կարգի ածանցյալը ածանցած։ Այս պահին կօգտագործենք ինդուկցիոն ենթադրությունը ու իր փոխարեն կգրենք այս արտահայտությունը գումար m-ից կայական ու m-k v-ի կա որտեղ կան մեր մոտ փոխվում է 0-ից m ու սրա ածանցյալն է մեզ հարկավոր հաշվել։ Հիմա կարող որ այստեղ ֆունկցիաների գումարի ածանցյալը դա ածանցյալների գումարն է։ Սա էլ կարող որ իրանց ներկայացնում է հաստատուն, հա, այդ պարզապես կարող եմ գրել այստեղ ու m-k-րդ ածանցյալ անգամ v-ի k-րդ կարգի ածանցյալը ածանցած, այս արտադրյալը պետք է ածանցենք, հիմա արդեն այդ արտադրյալի ածանցյալն էլ գրենք ինչն է։ Ուի, դե սա որ ածանցենք, ստացվի m-k ոնց որ արտադրյալը ածանցում ենք, առաջին ածանցյալը կլինի ուի m-k-ի ածանցյալը, դա ուի m-k պլյուս 1-րդ ածանցյալն է, հա? V-ի k-րդ ածանցյալով բազի պատկած, հետո գումարած ում հանգիստ ենք թողում, հիմա v-ն ենք ածանցում, V-ի k-րդը կարգի ածանցյալը որ ածանցենք, V-ի k պլյուս 1-րդ կարգի ածանցյալ կստացվի։ Շատ լավ։ Հիմա կարող ենք այս հաստատունով բազմ պատկել, գումարել ու իրականում առանձնացնել, հա, այդ գումարները։ Այստեղ գրենք այսպես, հա, գումար կան 0-ից m, c-ից կայական ու m-k պլյուս 1, v-ի k-րդ գումարած, c-ից կայական ու m-k v-ի k պլյուս 1։ Այդտեղ չգիտեմ, այստեղ գրենք ամեկ գումարած A2-ով նշանակենք, հիմա հասկանանք, եթե մենք ուզում ենք այս բանաձևը ստանանք, հիմա այս բանաձևին որ մի գումարելն է մոտիկ, առաջին թե երկրորդ։ Առաջինը մոտիկ է, հա, որտեղ այստեղ նույն m-k պլյուս 1 ու k այս նույն ձևով, հա, այսինքն մեզ հարկավոր է ձևափոխել երկրորդ գումարելին ու կուզենանք որ էլի m-k պլյուս 1 ուստի էլ k լինի։ Հիմա A2-ը ձևափոխենք ու հետո արդեն գումարի համար կստանանք մեր ոնց որ պահանջվող բանաձևը։ A2-ում մենք ինչով կուզենանք փոխարինել։ Ինչը։ M-ը m պլյուս 1-ով։ Ոնց որ m-ը ֆիքսած է, m-ը m պլյուս 1-ով չեն կարող փոխարինել։ Հա։ Այս k պլյուս 1-ի փոխարեն կուզենայինք լիներ k, հա։ Հիմա եթե k պլյուս 1-ը չգիտեմ, նշանակենք ինչ որ n-ով, հա, այդ դեպքում մեր գումարը, որ կան 0-ից m էր փոխվում, այս նոր փոփոխականը փոխվելու է 1-ից մինչև m պլյուս 1։ Շատ լավ։ Կգրենք c m-ից արդեն պետք է գրենք k-ի փոխարեն n-1 ու ուի պետք է գրենք m-ից հանած n-1 ու v-ի n-րդ կարգի ածանցյալ։ Իհարկե, այստեղ հիմա n-ով այս գումարը գրենք, թե ինչ որ այլ գումարման ինդեքս վերցնենք, հեշտ կարևոր չի, այսինքն կարող ենք նույն ձևով այստեղ
n-ն էլ k-ով գրենք, ասենք կան, մեր մոտ փոխվի 1-ից մինչև n + 1, c m-ից k-ական, կներեք k-1-ական, հա, ու-ի որի որ տածենցիալն ենք ունենալու, այս m հանած k-1 պիտի գրենք, նույնն է թե m- k + 1, ու v-ի k-րդ կարգի տածենցիալ, շատ լավ, հիմա մնում է ինչ անենք, վերջին անդամը առանձնացնենք, հա, այսինքն այստեղ կարող ենք գրել, որ գումար կան 1-ից m, m k-1, այս նույն արտահայտությունը ինչը որ կա արտագրում ենք, հա, ինչպես Լայբնիցը էր Նյուտոնից արտագրում, մի հատ էլ այստեղ կան հավասար է m + 1, պետք է այդ գումարելին հասկանանք որն է, կան եթե m + 1 ենք դնում, c-ից m-ական ենք ստանում, չէ, անգամ k-ի տեղը m + 1 որ դնում ենք, 0-րդ կարգի տածենցիալ ասելով իհարկե հասկանում ենք հենց ում, ու v-ի ինչպես? Այ, m + 1, v-ի m + 1-րդ կարգի տածենցիալ, ճիշտ է, ամեկն էլ կարող ենք էլի չնչին ձևափոխություն անենք, սրա ոճի, ամեկը գրենք որպես ինչ, ստեղ էլ առանձնացնելու ենք, որ գումարելին, այս կան հավասար է 0-ն, այսինքն ստեղ էլի գրեմ, կամ լավ, կան 0-ն առանձնացնենք, այդ ինչ է լինելու, c-ից 0-ական, ու-ի m + 1-րդ տածենցիալ, անգամ v, գումարած, կան մեր մոտ փոխվելու է 1-ից m, c-ից k-ական, ու-ի m - k + 1, v-ի k, ու արդեն ստեղից կստանանք, որ մեր այս ու անգամ v-ի m + 1-րդ տածենցիալը, որը նույն a1 + a2-ներ, կլինի այս անդամը, որը կարող ենք արդել ոչ թե c-m-ականից 0 գրենք, այլ c-m + 1-ականից, հա, 0 ու m + 1v գումարած, ինչ է լինելու, այս երկու գումարները իրար հետ կարող ենք խմբավորել, որ խմբավորենք, ընդհանուր հանենք ու-ի ու v-ի այդ համապատասխան տածենցիալները, կմնա c-երի գումարը, այստեղ կունենանք գումար կան 1-ից m, c առաջինում մեր մոտ առկա է c-ից k-ականը, երկրորդում c-ից k - 1-ականը, ու ու-ի մեր մոտ ինչ է, m - k + 1, v-ի k, մի հատ էլ պետք է գումարենք այս վերջին գումարելին, c-ից m-ականը ինչպես գիտենք 1 է, այդ կարող ենք գրել c-m + 1-ից m + 1-ական ու անգամ v-ի m + 1-րդ տածենցիալ, այս էլ որ վերհիշենք, որ իրանից ներկայացնում է c-m + 1-ից k-ականը, կստանանք հենց մեր ցանկալի բանաձև, որ սա գումար կան 0-ից m + 1, c-m + 1-ից k-ական, ու-ի m - k + 1, v-ի k-ն է, հա, սա ոնց որ այդ m + 1-րդն է, սա այդ 0-րդն է, հա,